Բարի առավոտ հարգելի հետևորդներ, ABC Մեդիան ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը, ես Գառնիկ Թաթյանն եմ։ Բաքվում գտնվող մեր հայրենակիցների դեմ կեղծ գործերի վերաբերյալ վճիռներն առանցքային խնդիր են, որոնց մասին քաղաքական ու փորձագիտական դաշտը խոսում է հնարավոր բոլոր հարթակներում։ Արցախի պետնախարար Նժդե Իսկանդարյանի խոսքով վճռից ընդամենը 1 օր առաջ Փաշինյանն ու Ալիևը ստանում են մրցանակ, որին ներկա էին միջազգային բազմաթիվ ղեկավարներ եւ պատվավոր հյուրեր։ Հետո Բաքվում դատում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Ոչ մի արդարություն չկա, գրել է Իսկանդարյանը։ Աշխարհը տեսնում է ձևական խաղաղության լույսը, բայց իրականությունը պարզ է եւ հստակ։ Մեզ ճնշում են, մեր պատմությունը լրացնում են, իսկ ճշմարտությունը փորձում են փոխարինել ստով ու ձևականությամբ։ Մարդիկ, որոնց պաշտոններն ու անունները կապված են Արցախի ու արցախցիների, մեր ժողովրդի պատմության հետ, գտնվում են դատարաններում, ենթարկվելով քաղաքական բարձավանքի եւ մեղադրանքների։ Բոլոր պատանդներին պետք է անմիջապես ազատ արձակեն։ Դռնփակ կեղծ դատավարությամբ կանխորոշված վճիռներով Ադրբեջանը հաստատեց, որ հակառակ խաղաղության մասին խոսույթին ու ձևական քայլերին Հայաստանի Հանրապետության գործող իշխանության մեղսակցությամբ շարունակում է իր հակահայ քաղաքականությունն ու վարքագիծը, հայտարարություն է տարածել նաև ՀՅԴ-բյուրոն։ Կոչ ենք անում մեր տարածաշրջանում իսկական խաղաղության ջատագով ուժերին, առհասարակ մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ արդարության համար աշխատող միջազգային բոլոր կառույցներին հետամուտ լինել եւ աջակցել հայ գերիների ազատ արձակման հարցում։ Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև իսկական խաղաղության մասին կարելի է խոսել միայն արցախցիների անհատական ու հավաքական բոլոր իրավունքները, ներառյալ պատանդների հայրենիք վերադարձը ապահովելու ճանապարհով։ Ըստ միասնության թևեր քաղաքական նախաձեռնության տեղի ունեցածը նշանակում է, որ ապագայում հայ ցանկացած գործչի, ցանկացած քաղաքացու կարող են ազատազրկել կեղծ դատավարության միջոցով։ Իսկ Հայաստանի ներկայիս իշխանությունը միայն օգնում է Ադրբեջանին մաքրվել հանցանքներից, սպիտակ ներկայանալ աշխարհին, բայց իրականում Ադրբեջանը շարունակում է թշնամանքն ու զինվելը։ Պատասխանատու եւ հայրենասեր կառավարությունն ամեն ինչ կաներ, որ այս ողջ դատական ֆարսը, իսկ իրականում հակահայկական գործողությունները տեղի չունենային։ Ամբողջ աշխարհին մանրամասն ցույց կտար, որ դրանք կեղծ են։ Ապացուցում են, որ Ադրբեջանը ունի խաղաղության մտադրություններ եւ այդ շինծու դատավարություններով նպատակ է հետապնդում ստեղծել Հայաստանի նկատմամբ ագրեսիայի ու ճնշման նոր հիմքեր։ Զուգահեռ միջազգային օրակարգի եւ խաղաղության օրակարգի մաս կդարձնել ադրբեջանական օկուպացիայից Հայաստանն ազատելու, Արցախայցյան վերադարձի իրավունքի հարցերը։ Խաղաղությունը չի կարող անջատ լինել արդարությունից, չի կարող հռչակվել խաղաղություն, իսկ Բաքվում հայ գերիները ցմահ ազատազրկման ենթարկվեն։ Իսկ այս ամբողջ ընթացքում պաշտոնական Երևանը Բաքվում գտնվող մեր հայրենակիցների վերաբերյալ արել է տարբեր հայտարարություններ, որոնք այսօր այլ իմաստ են ստացել։ Իշխանության գերիների մասին վերջին 5 տարվա հայտարարությունները մեկ տեսանյութում առանց մեկնաբանության։ Այո, այդ տղաները Բաքվի բանտերում նրանք պայքարում են Հայաստանի անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար, եւ այո, նրանք մեզ կներեն, նրանք մեզ կներեն, նրանք մեզ կներեն։ Պետք է քննվի, ինչ անշանակում գերի ընկնել, ինչ հանգամանքներում։ Կնել ես մի քիչ կարող է սխալ բան եմ ասում, բայց ես այդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկա, իր համար չկա։ Հարգելի դիմադիր գործընկերներ, ես կարծում եմ դուք լիակատար թքած ունեք գերիների ճակատագիրների վրա եւ դուք ընդամենը ուզում եք գերիների արկայությունը Ադրբեջանում վերածել քաղաքական կապիտալի։ Եթե ես գերի ընկնեմ եւ պետք լինի, եթե ես ինքնաթիռում լինեմ եւ հարց լինի Հայաստանի Հանրապետության գոյության, խփեք այդ ինքնաթիռը, անգամ վարկյան չմտածել։ Վերջի 2 հոգին, որ գնացել են Բաքու, ինչի են գնացել։ Ում նկատի ունեք։ Դավիթ Բաբայանին երևի։ Ոնց ինչի են գնացել։ Ինչի։ Բռնել են իրենց։ Ոչ, իրանց կամքը գնացին։ Որ առաջիկայում մենք այս առումով լավ նորություններ կունենանք, համենայն դեպս մենք չենք դադարում մեր ջանքերը։
Մայրաթոր Սուրբ Էջմիածինը վերահաստատում է իր հանձնառությունը աշխարհասփյուր իր կառույցներով շարունակելու հետևողական ջանքեր գործադրել միջազգային եւ միջեկեղեցական հարթակներում ին խնդիր գերեվարված հայրենիների ազատ արձակման եւ հայրենիք վերադարձի։ Մայրաթորը հայտարարություն է տարածել եւ իր զորակցությունը հայտնել Արցախի պատանդարված պետական գործիչներին, ռազմագերիներին եւ նրանց ընտանիքներին։ Առանց հայ գերիների վերադարձի անհնար է հասնել տևական խաղաղության։ Հայաստանյան իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները նամակով դիմել են Ջեյդի Վենսին, կոչ են անում Վենսին ու Միացյալ Նահանգների վարչակազմին քայլեր ձեռնարկել, որպեսզի ազատազրկված հայերը հնարավորինս շուտ կարողանան միանալ իրենց ընտանիքներին։ Այսօր Միացյալ Նահանգների նախագահի առաջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են քայլեր ձեռնարկել խաղաղության հասնելու ուղղությամբ, բայց ակնհայտ է, որ Հայաստանի հանրության համար Ադրբեջանի խաղաղության խոստումներն արժանահավատ չեն կարող հնչել, քանի դեռ այնտեղ պահվում ու տառապանքների են ենթարկվում հայեր։ Համոզված ենք, որ մարդասիրական հարցերի լուծումն առանցքային է երկու երկրների միջև վստահություն կառուցելու համար։ Առանց նման վստահության անհնար է հասնել տևական խաղաղության։ Հիշեցնեմ, որ Բաքվի ռազմական դատարանը հրապարակել է մեր հայրենակիցների կեղծ գործերի վերաբերյալ վճիռները։ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին եւ Արցախի 4-րդ նախագահ Արայիկ Հարությունյանին դատապարտել են ՑՄՀ ազատազրկման, իսկ Արկադի Ղուկասյանին ու Բակո Սահակյանին 20 տարվա ազատազրկման, քանի որ Ադրբեջանի օրենսդրությունն արգելում է 65 տարին լրացած անձանց ՑՄՀ ազատազրկել։ Բաքվի դատարանը վճիռ է կայացրել նաև մյուս հայ գերիների վերաբերյալ։ Գարիկ Մարտիրոսյանին դատապարտել են 18 տարի ազատազրկման, Դավիթ Ալավերդյանին 16, Մադադ Բաբայանին եւ Մելիքսեթ Փաշայանին 19 տարի, Գուրգեն Ստեփանյանին, Վասիլ Բեգլարյանին 15 տարի ազատազրկման։ Ալեն Սիմոնյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Լավրովը տարօրինակ է անվանել Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումների մասին պաշտոնական Երևանի հայտարարությունները եւ դրանք կապել ներքաղաքական ու նախընտրական գործընթացների հետ։ Наши коллеги из Евросоюза весьма Տարօրինակ է լսել Հյուսիսից Հայաստանի դեմ նախապատրաստվող առասպելական հարձակումների մասին պարբերաբար հնչող հայտարարությունները։ Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը մեզ մոտ ըստ էության արդեն իսկ մեկնարկում է, եւ կարող եմ ձեզ վստահեցնել, որ երբ արտերկրից ակնհայտորեն ակնարկելով Ռուսաստանին ազդակներ են հնչում, թե ինչ որ մեկը պատրաստվում է միջամտել ընտրություններին, երբ Երևանից են Եվրամիությանն ուղղված կոչեր հնչում թույլ չտալ այդ միջամտությունը, այդ ամենը մեզ համար տարօրինակ է։ Մենք կարծում ենք, որ պատասխանատու քաղաքական գործիչները Երևանում հասկանում են, որ նման քայլերը ակնհայտ սադրիչ նպատակներով են արվում։ Սիմոնյանն էլ արձագանքել է Լավրովի մտահոգություններին, ասում է Հայաստանը չի փորձում որևէ բան անել Ռուսաստանի դեմ, նման ընկալում չկա եւ երբեք չի լինի Հայաստանում։ Я не хочу, чтобы было такое понимание здесь. Ես չեմ ուզում, որ Ռուսաստանում նման ընկալում լինի։ Ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մենք չունենք եւ երբեք չենք ունենա նման ընկալում։ Դա սխալ է այն ամենի հանդեպ, ինչ մենք արդեն ունենք։ Սիմոնյանի այցին զուգահեռ Մոսկվայում Հայաստանի դեսպանատան դիմաց կրկին բողոքի ցույցեր ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու, ամենայն հայոց կաթողիկոսի, ձերբակալված հոգևորականների եւ մյուս քաղբանտարկյալների։ Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Ելիցի անուն քո, եկես է արքայություն քո, Ելիցին կամ քո, որպես երկինս։ Իսկ այդ ակցիային զուգահեռ Ալեն Սիմոնյանը լրագրողներից մեկի հարցին ի պատասխան հավաստիացրել է, որ հայ առաքելական եկեղեցին չի ենթարկվում որևէ հալածանքի։ А где вы видели гонения на армянскую апостольскую церковь? Որտեղ եք տեսել հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հալածանքներ։ Եթե դուք տեսել եք նման հալածանքներ, ես կմիանամ ձեզ։ Մենք միասին կցերենք մարդկանց, որոնք հալածանքներ են կազմակերպում հայ առաքելական եկեղեցու դեմ։ Իրականում դա չկա։ Կան քրեական հանցագործություններ, կան բարոյական հանցագործություններ։ Իսկ այդ հայտարարության ընթացքում Երևանում ընթանում էր Բագրատ Սրբազանի եւ Սրբազան պայքարի մասնակիցների գործի վերաբերյալ դատական նիստը։ Բագրատ Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդել է դատարանին որպես վկա հարցաքննելու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին եւ եւս երկու անձի, որ պաշտպանական կողմը հիմնավորում է, որ Վարդապետյանն ու Պողոսյանը հարցազրույցներ ունեն այս գործի վերաբերյալ եւ բարձաբանող հարցեր տալու անհրաժեշտություն կա։
Հրապարակել են հայրենի կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի գործի վերաբերյալ որոշումը, նա կմնա կալանքի տակ, գրել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները չպետք է ուժի մեջ թողնեն ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի որոշ դրույթներ։ Պետք է մեր մասնագետներին հանձնարարենք աշխատել նոր բարելավված եւ արդիականացված պայմանագրի վրա, որը կարող է երկար ժամանակ ծառայել, այլ ոչ թե երկարաձգեն գործողը։ Այն կնքվել է Միացյալ Նահանգների համար ոչ ձեռնտու պայմաններով եւ ավելին լրջորեն խախտվում է այն, ասել է Թրամփը։ Ռուսաստանը եւ Ուկրաինան Աբու Դաբիում քննարկել են հրադադարի հաստատմանը եւ ռազմական գործողությունների դադարեցմանն առնչվող հարցեր, հայտնել է Սթիվ Ուիթքոֆը։ Նրա խոսքով եռակողմ խորհրդակցությունները կշարունակվեն առաջիկա շաբաթներին։ Իսկ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մեկնել է Օման ամերիկյան կողմի հետ միջուկային բանակցությունների, որը նախատեսված է այսօր։ Եվ վերջում եղանակի մասին, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-ից 5 աստիճանով, տեղումներ էլ չեն լինի։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերը եթերում կլինի ժամը 12-ին, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր։